Մարտի 31-ին ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի տրամադրման ենթակառուցվածքի պետություն մասնավոր գործընկերություն ծրագրի շրջանակում ընտրության փուլի եզրափակիչ նիստը։ Ամփոփվել են որակավորված եւ առաջարկի հարցման փուլ անցած երկու հայտատուների ներկայացրած առաջարկների ամբողջական գնահատման արդյունքները տեխնիկական եւ ֆինանսական մասերի համադրմամբ։ Ըստ ստացված արդյունքների Idemia կոնսորցիումն ընդհանուր հաշվարկով հավաքել է 94.97 միավոր, իսկ Cogentic կոնսորցիումը 79.24 միավոր։ Միջգերատեսչական գնահատող հանձնաժողովի անդամները կողմ են քվեարկել Idemia կոնսորցիումին հաղթող ճանաչելու վերաբերյալ որոշմանը։ Ըստ նախատեսված ժամանակացույցի 2026 թվականի երկրորդ կիսամյակում Հայաստանում կմեկնարկի կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի արտադրությունը։ Կենսաչափական փաստաթղթերի թողարկման նոր ենթակառուցվածքը, այդ թվում շենքային պայմանների ստանդարտացումը, գրասենյակների հիմնումը, սերվերային տնտեսությունը, տպագրական սարքավորումները, ծրագրային լուծումներն ու տեխնիկական վերազինումը հաղթող հայտատուի կողմից կիրականացվի առաջիկա 1 տարվա ընթացքում։ Հաջորդիվ հաղթող ընկերությանը կառաջարկվի պայմանագիրը ստորագրելու կարգը եւ պայմանները։ Համայնքային ոստիկանության եւ քրեական ոստիկանության գլխավոր վարչությունների տարածքային ստորաբաժանումների ծառայողներն ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանք են իրականացնում ապօրինի պահվող զենք զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Արցախյան պատերազմի մասնակից է եւ Նորագավիթ թաղամասի գերեզմանատանը զինամթերք է թողել։ Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են տոս տեսակի հրացան, հարթափող որսորդական 2 հրացան, գազային ատրճանակ, տարբեր դրամաչափի 124 փամփուշտ։ Դրական արդյունք են գրանցել համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները։ Նրանց բացատրական աշխատանքի արդյունքում արձանագրվել է գազային ատրճանակի, ակոսափող հրացանների, տարբեր դրամաչափի 300 փամփուշտի, սվին դանակի, պայթուցիկների կամավոր հանձնման դեպք։ Համայնքային ոստիկանության աշտարակի բաժնի ծառայողների իրականացրած միջոցառումների շնորհիվ էլ արձանագրվել է Կալաշնիկովի ինքնաձիգ, պայթուցիչով նռնակ եւ փամփուշտներ հանձնելու դեպք։ Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Վաղաշեն գյուղի բնակիչը կամավոր հանձնել է որսորդական հրացան եւ ռազմամթերք, իսկ Աստղաձոր գյուղի մի բնակիչ ռազմամթերք։ Ողորկափող հրացան, փամփուշտներ եւ պայթուցիչով նռնակ հանձնելու դեպք է գրանցվել նաեւ համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնում։ Կրկին հորդորում են կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք զինամթերքը։ Հիշեցնենք, նման դեպքերում անձնազատվում է քրեական պատասխանատվությունից։ Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նրա ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել համայնքային ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին կամ զանգահարել 102, տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նրա ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել համայնքային ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին կամ զանգահարել 102, տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։ Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նրա ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել համայնքային ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին կամ զանգահարել 102, տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Հարգելի քաղաքացիներ, բջջային էլեկտրոնային ստորագրությունը կարող եք ակտիվացնել էլեկտրոնային կրիչ ունեցող եւ առանց կրիչի նույնականացման քարտերով։ Ձեր նույնականացման քարտի PIN եւ PUK կոդերը եզակի են եւ կորցնելու դեպքում վերականգնել հնարավոր չէ։ Սակայն եթե կորցրել եք դրանք, քարտը վերաթողարկելու կարիք չկա։ Նույնականացման քարտով կարող եք մոտենալ բջջային օպերատորի գրասենյակ եւ հեշտությամբ ակտիվացնել էլեկտրոնային ստորագրությունը։ Կյանքն անգին է։ Ամրագոտին կյանքեր է փրկում։
Ամրագոտին կյանքեր է փրկում։ Ամրագապրիր։ Ամրագոտին կյանք է փրկում։ Ամրագոտին կյանք է փրկում։ Ամրագոտին կյանք է փրկում։ Ամրագոտին Կյանք է փրկում։ Վարորդները պարտավոր են կապույտ գույնի առկայծող փարոսիկ եւ ձայնային ազդանշան միացրած շտապօգնության մեքենաների մոտենալու դեպքում զիջել ճանապարհը նրանց անխոճոդոտ անցումն ապահովելու նպատակով։ Ճանապարհը չզիջելը առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի 20 ապատիկի չափով 20,000 դրամ։ Իսկ զիջելու ընթացքում որևէ իրավախախտում կատարելը այլ հնարավորության բացակայության պայմաններում վարչական պատասխանատվություն չի նախատեսում։ Զիջիր ճանապարհը, րոպեն կարող է կյանք արժենալ։ Հարգելի քաղաքացիներ, Road Police.am համակարգում էլեկտրոնային ծանուցումը ակտիվացնելու դեպքում տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված տուգանքի գումարը կարող եք վճարել 20%-ով պակաս։ Կարևոր է իմանալ, որ 20% բոնուսային բաղադրիչի կիրառման էլեկտրոնային ծանուցման եղանակը չի փոխարինում SMS ծանուցմանը։ Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե օրինակ պետք է նշանակվեր 10,000 դրամ տուգանք, ապա ծանուցումն էլեկտրոնային եղանակով ստանալու դեպքում կկիրառվի բոնուսային նվազեցում եւ տուգանքի չափը կկազմի 8,000 դրամ։ Օգտվեք թվային լուծումներից եւ վճարեք 20%-ով պակաս։